Բարի ողջույններ, իմ շատ սիրելի փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե, իմ փոքրիկ հեռուստադիտողներ, ձեզ նաև ողջունում են մեր լավագույն բարեկամները։ Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերներով, էլ որ ասեմ, չիփսերով, կրեկերներով հանդերձ ողջունում եմ մեր մյուս լավագույն բարեկամը Արդիբուկը իր խելացի գրքերով, այբենարանով եւ իհարկե խելացի արդի փենով, այսինքն կախարդական գրիչով։ Իմ լավ բարեկամներ ողջունում են նաև ձեզ ողջունում են։ Ձեր սիրված մուլտիպլիկացիոն կերպարները եւ իհարկե այս տեսախցիկի ետևում գտնվող մեր բարի Քերին, այսպես թաթիկով է անում ձեզ։ Ժամապահ Քերին խոստացել է, որ երկար ժամանակ կտա, մենք մեր փոքրիկներից մեկի առաջադրանքը կկատարենք, իսկ դուք այդ ընթացքում ձեր գունավոր մատիտները, սպիտակ թղթիկները պատրաստ պահեք։ Մինչև դուք դասավորվեք, ես մի փոքրիկ հայտարարություն ունեմ, դե փոքրիկներ կան արդեն գիտեն, թող մեծերը լսեն մամաները, պապաները, տատիկներն ու պապիկները։ Ուրեմն ուշադրություն, դեկտեմբերի 17-ին, ուղիղ ժամը 18-ին Քերի Մուլտիկնիկը եւ Ձմեռ Պապը բոլորիդ հրավիրում է Առնո Բաբաջանյան համերգասրահ, որտեղ տեղի կունենա Մուլտիկնիկ 2022 ազգային մանկապատանեկան ամենամյա երաժշտական 12-րդ մրցանակաբաշխությունը։ Այնտեղ կլինեն ծաղրացումներ, մրցանակի կարժանանան, աճպարարներ, ակրոբատներ, փոքրիկ երգիչ, երգչուհիներ ճանաչված, պարային խմբեր եւ այլն։ Այսինքն բարձր գնահատանքի եւ մրցանակի կարժանանան սիրելի փոքրիկներ եւ մեծեր, նրանք ովքեր 1 տարի ձեզ համար ինչ որ արվեստ են ստեղծագործել, կամ ձեզ համար ինչ որ մի երգ, պար, աճպարարական հնարքներ են ստեղծել։ Դա դեկտեմբերի 17-ին, ուղիղ ժամը 18-ին։ Տոմսերի համար, սիրելի ծնողներ, կարող եք զանգարել tomsarkh.am, գործում է անվճար առաքում։ Տեսեք, իմ փոքրիկ բարեկամներ, ուրեմն քաղաք Երևան, Նոր Նորքի առաջին զանգված, Լովովյան փողոց 19 շենք, 82 բնակարանից մեր մշտական հեռուստադիտողներից մեկը Մանե Ամրոյանը շատ է խնդրել Քերի Մուլտիկնիկին, որպեսզի Քերի Մուլտիկնիկը ձեզ եւ նրան սովորեցնի նկարել մուլտիպլիկացիոն երասկոտ լուսին։ Մենք լուսինը շատ ենք նկարել, եթե հիշում եք։ Դե քանի որ իմ փոքրիկ բարեկամներ շուտով նոր տարի է եւ մեր մրցանակաբաշխությունն էլ կնվիրվի Ամանորին եւ Մուլտիկնիկ հաղորդման 20-ամյակին, դրա համար ես երևի թե Ամանորյա լուսին կնկարեմ, կիսալուսին, գեղեցիկ Ամանորյա գլխարկով, աստղիկով, երևի նայել է երազում, որ տիեզերքում գեղեցիկ Ամանորյա եղևնի ունենա եւ իր աստղերը կախի եղևնուց։ Այսպես, հիմա իմ լավ բարեկամներ, մինչ սև մատիտը վերցնելը, ես ուզում եմ կիսալուսին դեղին մատիտով նկարել, դուք սովորական մատիտ ունեք, կարող եք նկարել, եթե ծուր ստացվի, իմ փոքրիկ բարեկամներ, կարող եք ռետինե ջնջոցով մաքրել եւ նկարել այնպես ինչպես հարկն է։ Ես ուղղակի կիսալուսինը այսպես կնկարեմ։ Հետո տեսեք ինչպես եմ ընդգծելու, իմ լավ փոքրիկներ։ Վերցնելու եմ սև կախարդական մատիտը։ Ուրեմն, եթե սուրենքյունը, Քերը երևում է դեղին մատիտը մի փոքր, երեխաները կտեսնեն, շատ լավ է։ Ուրեմն, այս մասից գծիկը ընդգծելու ենք։ Շատ լավ է։ Վերևի սրած այդ մասը մեր կիսալուսնին կտանք Ամանորյա գլխարկ, ասենք, կոր գծիկով կմիացնենք իրար, այստեղ շերտիկ կանենք, կարծես թե Ձմեռ Պապիկի գլխարկ լինի, հասկանալի է, ալիքներով, ծալքերով, այսպես քիչնենք, էլի ծալքեր, ներքևում փոմփոլիկը կնկարենք այսպես, զիգզագաձև գծիկներով, սա կլինի մեր կիսալուսնի գլխարկը, եթե ստացվեց շատ լավ է, հիմա կենթանություն ենք տալու մեր լուսնին, երասկոտ լուսնին, այսինքն տալու ենք աչքեր, ձվաձև կլորիկով, 1, 2, տեսեք ինչ ենք անելու, սևիկները կիսալուսնաձև, դեպի վերև կնկարենք, քանի որ վերնագրելու ենք երասկոտ լուսինը, այստեղ ունքեր կտանք մեր երասկոտ լուսնին, շատ լավ է,
կոպեր, սև, քիթիկը ձվածեղ եւ ժպտացող բերանիկ ենք նկարելու։ Տեսեք, այսպես։ Ամեն ինչ կարծես թե կիսալուսին լինի, նույնիսկ ժպիտը։ Փակագծեցինք ժպիտը, լեզուն նկարեցինք, իսկ բերանի խորոչը սևով ենք ներկում։ Ներքևի շրթունք։ Վերջ, իմ փոքրիկ բարեկամներ, տեսեք ինչ հետաքրքիր ստացվեց։ Եթե նա բարի կերպար է, այսպես թարթիչներ կանենք կետիկներով։ Իմ փոքրիկ բարեկամներ, նկարելու ենք ձեռքերը։ Երևի թե բարակ սև մատիտս վերցնեմ։ Այսպես։ Այս մասից կնկարենք ձեռքերը։ Ձեռնոց մատիկներով։ Կնկարեմ բութ մատիկը։ 3 մուլտիպլիկացիոն մատիկները, այստեղ ինչ կանենք, նույն ուղղությամբ, ձեռքը մի փոքր կծալենք, մատիկները, այսպես կնկարենք բութ մատիկը, այստեղ ցուցամատը ծալված, փոքրիկ կլորիկով, իսկ 3 մուլտիպլիկացիոն մատիկները, միշտ ասում եմ, չէ, մուլտիպլիկատորները չգիտես ինչու մեր հերոսներին, միշտ նկարում են 4 մատիկով, իսկ մենք սովորական մարդիկ ունենք 5 մատիկներ։ Ինչու, որպեսզի այստեղից թելիկ կախենք եւ երկնքի աստղերից մեկին նկարենք, հետո կասեմ թե ինչի համար։ Մեր աստղին էլ կարող ենք հերոս դարձնել, աչիկներով, սևիկները դեպի ձեզնից ձախ, քիթիկով եւ ժպտացող բերանիկով։ Շատ լավ է։ Հիմա, քանի որ երասկոտ է մեր հերոսը, այստեղ ամպիկ կանենք, իբր երազում է, ինչ է երազում։ Ինչ կա մեր լուսնի մտքում, այսպես, սրած այդ մասից։ Երազում է, որպեսզի ինքն էլ ամանորյա եղևնի ունենա եւ եղևնուց կախի սիրելի փոքրիկներ դիեզերքի աստղերը։ Այսպես, շատ մեծ բան չէ, երազում, մեր երասկոտ լուսինը ինչպես վերնագրել էր Մանե Ամրոյանը, այս ներքևի մասում ամպիկ կնկարենք ուղղակի, որ հասկանանք երկնքում է գտնվում մեր այս գեղեցիկ լուսինը։ Պետք է ներկենք, իսկ ներկելու համար մեզ ինչ է պետք, որ գեղեցիկ ներկենք։ Ապրես Դուբալիկ ջան, խրթխրթացնում ենք մեր մշտական լավագույն բարեկամ Ապաչի ընկերության ձողիկներից, թխվածքաբլիթներից, կրեկերներից, որևէ մեկը, քանի որ նա ունի կախարդական ուժ եւ շատ գեղեցիկ ներկում ենք։ Նախ եւ առաջ ես վերցնել եմ կարմիր մատիտը։ Գլխարկը տոնական, ներկելու եմ կարմիր, սկզբից կընդգծեմ, սիրելի փոքրիկներ, այդ մինչև շերտիկ, ծալքերը ավելի մուգ կներկեմ, ձեզնից ծախակողմյա հատվածը շատ մուգ ենք ներկելու, այսպես, սպիտակ թողված հատվածը, հիմա կասեմ, երևի թե վարդագույն, այսպես, համարյա թե քիչ է տարբերվում, բայց դուք կլորությունը գլխարկի ձեր նկարի մեջ լավ կտեսնեք։ Լեզուն, ներկում եք էլի վարդագույն, այտերը կարող եք կլորացնել, քիթիկը մի փոքր, ներքևի հատվածից, ձեռքերը, սիրելի փոքրիկներ, վարդագույն եմ ներկելու, այսպես, ձեռնոցները վերջում կորոշենք, թե ինչ գույնով ներկենք։ Տեսեք, կարմիր մատիտը իր աշխատանքը ավարտեց, վերցնում ենք մուգ դեղին մատիտը և ամենակախարդական դեղին մատիտը բաց գույնով։ Իմ լավ բարեկամներ, մուգ դեղին մատիտով ծախակողմյան հատվածը, այսպես ընդգծելու ենք, այսպես, ներքևի շրթունքը, քիթիկը կներկենք, մուգ դեղին մատիտով, կոպերը կընդգծենք, այսպես, դուք հետևեք քերի մուլտիկնիկի կախարդական մատիտի շարժումներին և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, այսպես, կլորացնում ենք ծախակողմյա հատվածից, այսպես, ձեռքերն ենք ներկում սպիտակ թողված հատվածում, այսպես, աստղիկներ չմոռանաք, մի փոքր ընդգծել,
Մուկ դեղին մատիտը մի կողմ ենք դնում, վերցնում ենք բաց դեղին մատիտը, ամենակախարդական դեղին մատիտը եւ սպիտակ թողված հատվածը մեր երասկոտ լուսնի ներկում ենք բաց դեղին։ Լավ է, բայց չէ, կանաչ մատիտով իր երազած ամպիկում երևացող եղևնին ենք ներկելու, այսպես։ Հետո ինչ ենք անելու։ Հետո իմ փոքրիկ բարեկամներ մուգ կապույտ մատիտն ենք վերցնելու։ Եզրագծելու ենք լուսնին, որպեսզի ձեռնոցները սպիտակ երևան, պատկերից դուրս, այսպես, ամբողջությամբ լուսնին եզրագծում ենք, սպիտակ թղթիկը ճնշում ենք, այսպես, տեսեք, սպիտակ թղթիկը ճնշելով, գլխարկի սպիտակ շերտիկը, սպիտակ փոմփոլիկը, ամպիկը, որ երազում է, կմնան սպիտակ, այսպես, տեսակ պատկերը ինչ լավ երևաց արդեն, դուք ամբողջովին կարող եք ներկել, ութե տիեզերքում նաև աստղեր նկարեք, էլի այսպես եզրագծում եմ, գլխարկը լավ երևալու համար, ամպիկները սպիտակ երևալու, հիմա ավելի սպիտակ ձեռնոց երևալու համար եզրագծում եմ ձեռնոցը, անցնում ենք վերևի ամպիկի, ներքևի հատվածը մնաց աստղիկը կընդգծենք, հիշեցրեք, որ աստղիկին դեղին մատիտով ներկենք, քերին ասում է 1 րոպե մնացել շտապիր, քերի խնդրում եմ 2 րոպե ավելացրեք, սա էլ ամպիկը, վերջ, ավարտում եմ և փոքրիկը հիշեցրեց, հիմա աստղիկն էլ դեղին կներկեմ և վերջ, ավարտեցինք, ապա ամբողջությամբ ցուցադրիր փոքրիկներին, Մանե Ամրոյանը քաղաք Երևան նոր-նոր առաջին զանգվածից քերի մուլտիկին խնդրել է, որպեսզի ամանորյա երասկոտ լուսին նկարի, մենք հասկացանք, թե Նկարով հասկացանք, թե մեր երասկոտ լուսինը ինչ է երազում։ Նա երազում է, որ ամանորին ինքն էլ տիեզերքում եղևնի ունենա և աստղիկներին տիեզերքի կախի հենց տոնածառից, հա։ Լավ ստացվեց, ապրես։ Եվս մեկ փոքրիկի երազանք կատարեցինք։ Մանե Ամրոյանի երազանքը կատարեցինք, դա ինչ երազանք էր կամ առաջադրանք։ Վերնագրված է երասկոտ լուսինը, ամանորին, դա ես ավելացրի։ Ու մենք ձեզ հետ միասին նկարեցինք այս գեղեցիկ մուլտիպլիկացիոն լուսնին երասկոտ, ով երազում է ամանորին տիեզերքում ունենա գեղեցիկ եղևնի, տոնածառ, և նա ցանկանում է աստղիկներով զարդարել այդ տոնածառը։ Տեսեք, ամանորյա գեղեցիկ նկար ստացվեց, շնորհակալություն Մանե Ամրոյանին, ձեր առաջադրանքը կատարված է, այս նկարները, սիրելի փոքրիկներ, որ քերի մուլտիկնիկը սովորեցնում է, ձեր ինքնուրույն նկարները, լավագույն 3 նկարները կարող եք ուղարկել քերի մուլտիկնիկին։ Հասցեն հիշում եք, չէ՞։ Ամփոփող Հասցեն, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի մայրիկներ, հայրիկներ, տատիկներ, պապիկներ, ձեր փոքրիկների համար անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ լիքը հաղորդումներ կա։ Ձեր փոքրիկները կարող են բացի մեր եթերային ժամից դիտել լիքը մուլտիկնիկ հաղորդումներ և նկարել նոր մուլտիպլիկացիոն կերպարներ։ Այսքան այսօրվա համար, սիրելի փոքրիկ բարեկամներ, քերի մուլտիկնիկը, երասկոտ լուսինը և մի քիչ շուտ ասացի, որովհետև էլի և կա, ժամապահ քերին, ով թատիկի ով է անում ձեզ,
մուլտաշխարհի բոլոր հերոսները իմ եւ ձեր լավագույն բարեկամները, ամենախելացի արդիպուքերը, արդիփենը, ապաչի ընկերությունը, ապաչիները ձեզ հրաժեշտ են տալիս։ Իհարկե, հանդիպելու ակնկալիքով, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, կնկարենք եւս մեկ կերպար, երևի թե մեր փոքրիկ հեռուստադիտողների առաջադրանքով հերոս ենք դարձնելու։ Իսկ հիմա, միշտ օր հանդիպում, Ալբուլդը եւ Աստված ձեզ պահապան։ Baba zip bop, 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 baba zip bop.